կողմից, երեք չէ առաջին օրը եւ երեք մենք տեսանք փողոցում բռնություն, Մասիսում, Թալինում, Մասիսում եւ Արտիկում Հայաստան դաշինքի աջակցին են ծեծել քպականները, Մասիսում ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ նվի կնոջ, շորասնը սևեռուն տալում են իրենք հրեկանանց նկատմամբ, մեկը սպանվեց եւ հիմա անցնում են մյուսներին։ Այս ամենի հետ կապված երեք մենք տեսանք Լեփլեցուն հանրապետության հրապարակ, նախնական զրույցում ասացիք Ուրամոտ Փաշինյանը Մաճակալ բառը գրական է, բայց կառավատի տակ է, մտե։ Այդ դեպքը մենք հիշում ենք նաև Դվին հյուրանոցում տեղի ունեցած հրավառության ժամանակ, որ անվտանգության ղեկավարին հեռացրեց։ Սիրելի հայրենակիցներ, իրապես մենք այսօր կանգնած ենք Հայաստանի պետություն ունենալ եւ չունենալու ճամփեզրին։ Եթե մենք չգիտակցենք, որ այս իշխանությունները երկիրը տանում են կործանման, եթե մենք ինքներս մեզ հարց չտանք, վերջին հաշվով ուզում ենք պետություն ունենալ, ուզում ենք հայրենիք ունենալ, թե ոչ, ապա այդ դեպքում մենք կկորցնենք իրոք հայրենիքը։ Խոսելու շատ քիչ ժամանակ է մնացել։ Այսօր ամսի 4-ն է, այսօր վաղը 5-ը, իսկ ամսի 6-ը գիտեք բոլորս լռության օր է։ Գուցե այդ լռության օրը ինքներդ ձեզ հարց տաք, ուզում եք հայրենիք ունենալ, թե ոչ։ Այդ լռության օրը դուք ինքներդ հաշվետվություն ներկայացնեք ինքներդ ձեզ։ Հասկանաք, որ սատախոսությունը այս քաղաքական իշխանության մենաշնորհն է։ Սատախոսությունը մարդուն տանում է դեպի այլանդակության, եւ այս սատախոսները ձեզ ամեն օր կրկին անգամ խաբում են։ Բնականաբար կանդրադառնանք, թե հիմա ինչ փոխհատուցում են ուզում նախատեսեն, ստելով կրկին անգամ, խաբելով թե իբր փոխհատուցում են նախատեսելու, նաև կառավարության նիստ են արել ծաղիկների, ելակի, պղպեղի, լոլիկի վերաբերյալ։ Սիրելի քաղաքացիներ, հավատացեք, սրանք ստում են, ոչ մի բան չեն անելու։ Իբրև թե բանագնացներ են ուղարկել եվրոպարաբական երկրներ, թե հայկական գյուղմթերքներն ընդունեն։ Ամբողջ տարածաշրջանը թուրքական գյուղմթերքներով լցված է։ Եվ հայկական գյուղմթերքները միթե որոշակի մրցակցություն կարող են ունենալ իր արտադրության, իր ինքնարժեքի առումով։ Եվ կրկին ցավում են, բայց կարծես թե էլի հավատացողներ կան։ Դուք տեսեք, հարյուրավոր բեռնատարներ Լարսում կանգնած, Ռուսաստանի սահմանին կանգնած չեն կարողանում ապրանքը տանել։ Դրանք ամբողջությամբ փչանում են։ Եվ հիմա սրանք փոխհատուցում են ուզեն նախատեսեն, այն էլ նախատեսում են հունիսի 1-ից։ Չէ՞ որ արդեն 15-20 օր է մարդկանց ապրանքը ոչնչացել է։ Ինչևէ, դուք տեսեք այս իշխանությունների կատաղությունը ինչ աստիճան է հասել, ընկալելով, որ վերջին հաշվով սրանց վերջի օրերն են, ինչպես կասենք, կարապի վերջին երկն է մնացել։ Եվ այս ծայրահեղ վախը սրանց մոտ, անասնական վախը, ագրեսիվություն է ստեղծում։ Արդեն եթերում հրապարակվել են բազմաթիվ ընդհարումներ։ Ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող այս ընտրությունների քարոզարշավը, ես չեմ կարծում, որ աշխարհում էլի կա երկիր, որ այսպիսի մթնոլորտում է իրականանում։ Այս լկտիության, այս ահագնացող սպառնալիքների, բռնությունների համար միակ պատասխանատուն, ոչ թե պատասխանատուն ՔՊԱ-ն է, այլև նախաձեռնողները հենց ՔՊԱ-ներն են, Նիկոլին ծառայողները։ Շատերը դեռևս չեն հասկանում, որ նիկոլիզմը դա հիվանդություն է։ Նիկոլիզմը դա վարակ է, վարակի հիվանդությունը հեռու պետք է մնալ։ Հեռու մնալ եւ սրանց մասին մտածել միայն որպես անցյալ։ Սրանց ապագա գաղափարախոսությունը դա արդեն ցույց տվեց, որ ապագան սրանց Հայաստանի վերջնականապես կործանումն է։ Վերջերս մենք ականատես եղանք առավել ծանր դեպքերի։ Մասիսում ԿՊԱ-ական ոհմակը Մասիսի երկրապաների ինչ-որ տարածքի ղեկավարի գլխավորությամբ հարձակվում են մեր ձևով շարժման ուժեղ Հայաստանի կողմնակիցների վրա։ Հղի կնոջը հարվածում են, ոտքերով են, սմբակներով փորձում են հարվածել հղի կնոջը։ Առավել լկտի եւ դաժան վերաբերմունք ցույց տվեցին Թալինում, հարձակվելով կոնկրետ քաղաքացու վրա։ Ծանր մարմնական վնասվածքներ են պատճառվում, տեսա երիզները կան, թե ինչպես են բռնություն կիրառում։
Եվ Մասիսի այս երկրապագ որ ամբողջությամբ հրապարակված եւ կոնկրետ երևում է, թե ինչպես է նա հարվածում, հայտարարում է, թե որևէ մեկին չի հարված է, որևէ բռնություն չի կատարել։ Սա ցույց է տալիս այս իշխանությունների կողմից իրենց ոհմակների, իրենց բորինների նկատմամբ հովանավորչություն։ Անպատժելությունը Հայաստանում հասել է գագաթնակետին։ Հղի կնոջ նկատմամբ նման բռնություն կիրառելը պետք է հիշենք հղի կնոջը ոնց մեքենայի տակ գցեցին, սպանեցին եւ որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։ Այս բռնությունները, որ իրականացնում են որդեկորույս ծնողների նկատմամբ, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այն կնոջ նկատմամբ, որ եղբորն էր կորցրել, բժշկու նկատմամբ ինչ լկտի ձևով էր հարձակվել այս կնոջ վրա։ Մեկ այլ կնոջ վրա, որ Ազատ գյուղի զոհված զինծառայողներից մեկի մայրն էր։ Ինչպեսի ագրեսիվությամբ են հարձակվում։ Ազատ գյուղում զոհված զինվորի պապիկին բռնությամբ քաշքշում են, խեղճ ծերուկը բղավում է, թե ես տերորիստ չեմ, քաշքշում, բռնությամբ հեռացնում են տարածքից։ Եվ Նիկոլ Փաշինյանը կոչվածը ծաղրում է այդ ծերունուն, հայտարարելով, թե նա մի 100-200 հազար դրամով կաշառվել եւ եկել է։ Բայց մարդը իր սրտի ցավն էր հայտարարում, իր որդուն էր պահանջում։ Եվ սա անպատասխանատվությունը, անպատժելիությունը երկրում բերեց ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը իր ոհմակին տալով նման արտոնություններ։ Հիշեք Եռաբլուրում որդեկորույս ծնողին ոտքերից ձեռքերից բռնած խոշտանգելով նետեցին ասֆալտին։ Տարիներով քրեական գործ քննվեց եւ իրավապահ մարմինների ցինիզմը կայացավ նրանում, որ հայտարարում են, որ նույնականացնել հնարավոր չէր այն ոստիկաններին, որոնք բռնություն են ցույց տվել։ Սա ծաղր է իրավաբանության դեմ։ Խայտարակություն, այդ դա ծնեց նոր բռնություններ։ Այդ անձիկ չպատժվեցին, հետևաբար նորերն են ի հայտ գալիս։ Թալինի քաղաքապետը իր խմբակի հետ մտնում է քաղաքացիություն, պահանջում է, որ պետք է ընտրել Նիկոլին։ Քաղաքացին ներս չի թողում, եւ սա երեսով է տալիս իբրև թե իր գրպանից է տվել, այդ Արցախից բռնությամբ տեղափոխված կնոջը ասում է, թե իրենք են բնակարան տվել։ Եվ ընդհանրապես, սիրելի հայրենակիցներ, ձեր հարկերի, մեր բոլորի հարկերի հաշվին բնակչությանը որևէ բան փոխհատուցելով բարեգործություն են համարում։ Լավություն են համարում մարդկանց, որ որևէ բան են անում մարդկանց համար։ Բղավում են 100-150 դպրոց են սարքել, բայց 231 դպրոց են փակում։ Ամեն դպրոց դա նշանակում է այդ գյուղը մարում է, այդ գյուղը վերանում է։ Եվ դիտավորությամբ դրանք անում են սահմանամերձ գյուղերում, վաղ այդ տարածքները եւս թշնամուն տալու համար։ Եվ այս բռնությունների ֆոնի վրա տեղեկություններ են հրապարակվում նաեւ, թե ինչպիսի քանակի է հասել ընտրությունների քարոզարշավի ընթացքում հարուցված քրեական վարույթները։ Ապրիլ-մայիս ամիսներին հարուցվել է 79 քրեական վարույթ։ Համոզված եղեք, այդ 79 քրեական վարույթը հարուցվել են բացառապես ընդդիմադիր գործիչների, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ։ Հարուցված վարույթներով 38 անձ ենթարկվել է քրեական հետապնդման։ Նրանցից 15-ի նկատմամբ կիրառել են կալանք։ Մնացածի նկատմամբ այլ խափանամիջոցներ են կիրառվել։ Հաստատապես այս շրջանակում որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի կողմնակից չի կարող լինել։ Դուք տեսեք լկտիությունը ուր է հասել։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարում է, որ իրոք բռնություն է, սպառնում է քաղաքացիներին, սպառնում է քաղաքական գործիչներին։ Նրանց սպանելու, սպառնալիք է հնչեցնում, ոչնչացնելու։ Եվ տված հաղորդումը, եթե չեմ սխալվում, ուժեղ Հայաստանի կողմից, չնայած կարծում եմ մյուսները եւս հաղորդում են ներկայացրել, պարզապես գուցե տեղեկությունները չենք տիրապետում։ Քրեական վարույթ հարուցելու դիմումները, միջնորդությունները քննչական կոմիտեն մերժել է, դատախազությունը հաստատել, դիտելով, որ նման այդ արարքներում քրեական հետապնդման որևէ հատկանիշ չկա։ Սա է այսօրվա պատկերը, սա է այսօրվա վիճակը, եւ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն ստի եւ ճշմարտության միջեւ, Հայաստան ունենալու եւ երկիրը կորցնելու միջեւ, նոր զոհեր, նոր պատերազմներ ունենալու եւ խաղաղության միջեւ։ Քանի Նիկոլ Փաշինյանը կա, Հայաստանում խաղաղություն չի լինելու։ Դուք տեսեք նա ինչպիսի հարաբերություններ ստեղծեց Ռուսաստանի հետ, որ մեր բնակչությունը այսօր
այնպիսի ժամանակահատված է, որ բերքատվության եւ բերքը իրացնելու ժամանակ է։ Եվ հիմա ստացվում են, թե այլ երկրներում են փորձում նոր շուկաներ գտնել։ Այս խղճուկը այնպիսի վիճակի է հասել, որ կապ է հաստատել Էլդողանի հետ։ Համոզված եղեք, այդ կապը կապված է ընդամենը մեկ բանի՝ աջակցություն ստանալ Էլդողանից Հայաստանում ընտրությունների համար։ Ողորմելի վարքագիծ է դրսևորել կրկին Պուտինին է զանգում։ Կարծես թե զանգել է նա, որպեսզի Պուտինը նրա ծնունդը շնորհավորի։ Բնականաբար համոզված ենք, որ Ռուսաստանի նախագահը իր սկզբունքները պինդ է պահել այն առումով, որ թույլ չի տալի, որ Հայաստանը երկու աթոռի վրա նստի։ Դուք տեսեք ապրիլի 1-ի հանդիպման ժամանակ էլ ես ասեցի։ Սրա վարքագիծը Ռուսաստանի կողմնորոշում, թե Եվրոմիության կողմնորոշում, նման է անառակ կնոջ վարքագծին։ Նա փորձում է մնալ մեկի գրկում, դրա հետ մեկտեղ մտածում է մեկ այլ անձի գիրկը տեղափոխվելու։ Հետևաբար սա չի կարող աշխատել։ Հայ ժողովրդին դրել են աշխարհաքաղաքական վտանգավոր բախումների կետ, դարձրել են մեզ այդ երկրի վիճակում ենք դարձրել մեզ։ Եվ սրանք են դրանք դարձրել։ Եվ հիմա շարունակաբար անամոթաբար կրկնում է, եւ նույնիսկ քարոզարշավի ընթացքում է կրկնում, որ Արցախի էջը փակված է։ Արցախյան շարժում թույլ չի տալու որ լինել։ Չնայած նա ինքը ով է, որ որոշի Արցախյան շարժում լինելու է թե ոչ։ Առանց վախենալու, ժողովրդի աչքին նայելով, բնականաբար իր կողմից հավաքագրված ժողովրդի հայտարարում է, որ անկլավներ է տալու։ Իջևանի շրջանի 2-3 գյուղեր է հանձնելու Տավուշի մարզից։ Տիգրանաշենն է հանձնելու։ Շատերը քարտեզից այդքան լավ չեք պատկերացնում։ Մինչև Նախիջևանից Տիգրանաշենի վարչական սահման հասնելը 12-ից 15 կիլոմետր հեռավորություն կա։ Այդ տարածքը եւս հանձնելու է սա Ադրբեջանին։ Եվ սա փորձում է ներկայացնել, թե իբր Արցվաշենն է բերելու Հայաստան, Արցվաշենին է վերադարձնելու Հայաստան։ Սա ծաղր է, սա խաբեություն է կրկին անգամ, եւ չի կարելի սրան հավատալ։ Եվ հիմա այս բռնությունների ֆոնի վրա Հայաստանում իրականացվում է իրական ընդդիմության կողմից լուրջ քարոզարշավ։ Լուրջ հանրահավաքներ են տեղի ունենում Հայաստանում։ Տեսեք, Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայաստան դաշինքի հավաքը։ Բազմահազարանոց, տասնյակ հազարավոր քաղաքացիներ լցվել էին հրապարակ։ Եվ հրապարակում կար էներգետիկա։ Հրապարակում կար այս իշխանությունների նկատմամբ լուրջ ցասում։ Եւ քաղաքացիները պահանջում են, որ պետք է միասնաբար վռնդել այս իշխանություններին։ Երեք տեղի ունեցավ ուժեղ Հայաստանի հանրահավաքը Հանրապետության հրապարակում։ Ավելի քան 70-80 հազար մարդ էր մասնակցում, գուցե նույնիսկ մինչև 100,000։ Ես տեղում տեսել եմ ինչ քանակություն կար։ Ժողովուրդը ինչպես էր լցված, ինչպես էր տառապում այն անցյալով, որ ունեցել ենք այս իշխանությունների պայմաններում։ Ռուբեն Մխիթարյանի ելույթը, հրաշք ելույթ, որ արցունք էր արդեն հոսում մեր աղջիկների ու կանանց աչքերից։ Միթե այս իշխանությունները արժանի են մեր աղջիկների ու կանանց գետ մեկ արցունքին։ Ուր են հասրել ժողովրդին, ինչպիսի խորը ատելություն։ Բազմիցս ասել ենք եւ կրկնվենք, կան իշխանություններ, որ չեն ընդունվում ժողովրդի կողմից, կան իշխանություններ, որ ժողովուրդը չի վստահում դրանց։ Բայց այս իշխանությունները արժանացել են ժողովրդի ատելության, զզվանքին։ Այդպիսի խորն է հայի ատելություն այս իշխանության նկատմամբ։ Եվ հետևաբար մեր հայրենակիցներին ես կոչ եմ անում չմնալ տանը, դուրս գալ փողոց, դուրս գալ հրապարակ եւ ընտրության օրը գնալ ընտրության։ Շատ շատերը հարցեր են տալիս, թե ընտրությունը վերահսկելի է դառնում այս իշխանությունների կողմից։ Սիրելի քաղաքացիներ, համոզված եղեք, ընտրատարածքում, ընտրատեղամասում ընտրական արկղի մոտ դուք միայնակ եք։ Որևէ մեկը չի կարող վերահսկել ձեզ, բացառապես որևէ մեկը չի կարող։ Դուք մասնակցում եք ընտրության եւ ընտրում եք ընդդիմադիր 3 ուժերից մեկին։ Համոզված եղեք, որ այս 3 ուժերը միասնաբար ունենալու են ավելի մեծ քվե, ես կասեի
կրկնակի ավել կունենանք, եթե շատ-շատերս տանից դուրս գանք եւ մասնակցենք ընտրություններին։ Որևէ մեկը չի կարող վերահսկել։ Եթե մեկի հսկողության ներքո է գտնվում նույնիսկ, եթե պահանջում են նկարահանել, հանգիստ նկարահանեք 16 համարը, որը հետո աղբար կգտնեք։ Իսկ իրականում ձեր ընտրությունը դրեք 3 ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկը դրեք ծրար եւ նետեք արքղը։ Սա է փրկությունը լինելու մեր բոլորիս։ Այո, այսօր առավոտը ժամը 8-ից, թե 7-ից խուզարկություններ են սկսել նաև Գյումրիում։ Դաշնակցության գրասենյակն են խուզարկություն կատարել եւ ձերբակալել են։ Տեսեք, ես ասի 79 քրեական վարույթ, դա դեռևս շատ քիչ է, ես կարծում եմ ավելի կշատանա վաղը միսօրը։ Եվ այդ քրեական վարույթները հիմնականում հարուցվում են իբրև թե հավաքներին կամ քարոզարշավին խոչընդոտելու կամ բարեգործության նպատակով որևէ մեկին որևէ խոստում տալու։ Տեսեք, բազմաթիվ խոստումներ, բազմաթիվ բարեգործության նպատակով խոստումներ է տրվում այս իշխանությունների կողմից։ Երեք թե առաջի օրը Արարատ Միրզոյան կա։ Բղավում են շպիոններ, բայց ամենամեծ շպիոնին թողել են արտգործնախարարի պաշտոնում, որպես գործակալ։ Հայտարարում է, թե մենք ելակը չենք փոխի մեր ինքնիշխանության եւ անկախության հետ։ Դուք հայրենիք արդեն ծախել եք, ինչ ինքնիշխանության մասին է խոսքը։ Հիբրիդային պատերազմից եք խոսում, Եվրոպայից փողեր եք մուրում։ Եվրոպայի իշխանություններն են հայտնում, Եվրոպական պարլամենտի կոմրակիցներն են աջակցություն հայտնում։ Միացյալ Նահանգների նախագահն է աջակցություն հայտնում, դա միջամտություն չի, դա հիբրիդային պատերազմ չի։ Ադրբեջանի քարոզիչները բաց հարթակներով, յութուբյան ալիքներով քարոզում են ընտրել Նիկոլին։ Հայ ազգությամբ հայ քաղաքացիներ, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններ, դուք տեսեք, թշնամու երկրի լրագրողներ ասենք, թե բլոգերներ ասենք, իրենք աջակցում են Հայաստանում Նիկոլի վերարտադրմանը։ Նույնը անում է Էրդողանը աջակցելով Նիկոլ Փաշինյանին։ Այսօր Նիկոլ Փաշինյանին աջակցողը սրանք են։ Եվ ես չեմ կարող ընդունել մի կնոջ կերպար, որ սրա մոտենա սրան եւ ասի ես կորցրել եմ ամուսնուս եւ թորնիկիս 44 օրյա պատերազմում եւ շնորհակալություն է հայտնում նրան։ Ես չեմ կարող հավատալ, որ դա իրական մարդ լինի։ Կնոջ համար, մոր համար սրբություն է զավակը։ Եվ աշխարհում ավելի դաժան բան չկա, քան մորից զրկել զավակին։ Եվ սրանք հարձակվում են մայրերի վրա։ Հիմա դիմադրիներին բոլորին հավաքում են լցում բանտերում, հավատացեք քրեակադրական հիմնարկներում էլ տեղ չի մնացել։ Տեղեկություններ են հրապարակվում, որ քրեական այլ հանցագործություն կատարող անձանց խափանամիջոց են փոխում, պայմանական ազատազրկում են, պայմանականորեն ազատում են, որպեսզի տեղ բացեն անդիմադրիների համար։ Եվ սրանք շարունակաբար անելու են։ Հետևաբար նաև իմ կոչը ընդդիմադիր իմ գործընկերներին։ Տեսեք, գործնականում Նիկոլ Փաշինյանը ինքը առանձնացրել է լիարժեք ընդդիմադիր ուժերին եւ ոչ թե որևէ մեկ այլ ինքը տեսել է, որ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան երրագլուխ պատերազմը դա Նիկոլ Ալիև Էրդողանն է։ Խաղաղություն բերող այս երեք ուժերն են։ Այս երեք ուժերի նկատմամբ է իր վախը, որ այս հավաքները տեսնելով մաճակալի տակից դուրս չի գալիս։ Վախի անասնական վախի հետևանքով ընկել է խելագարության մեջ։ Ես չգիտեմ նա այսօր վախից դուրս է եկել քարոզարշավի թե ոչ, չեմ կարողացել հետևել, բայց նա վախ այնքան խորն է, որ արդեն 100-ի փոխարեն հազարավոր պահապաններ է իր հետևից կաշ տալիս։ Դուրս է եկել եւ ինչ էր այսօր ասում, որ Ղարաբաղի հետ կապված նախ ասաց ես Ղարաբաղի շարժումը փակելով ճակատագրական եւ մեծ նվեր եմ արել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, նախ այս մասով խնդրեմ ձեր տեսակետը։ Ղարաբաղ ինչքան ասում եք, ավելի մեծ հարվածներ եք հասցնում Հայաստանի Հանրապետությանը, այս մասով է ձեր տեսակետը, հեսա մի հատ եմ մեջբերում անում։ Դուք տեսեք, սա բազմիցս ասել է, որ նույնիսկ սրանք վախենում են Արցախ բառը օգտագործել։ Դուք տեսեք ԿՊԱ-կանի լեքսիկոնը, նրանց խոսույթը։ Արցախ բառ, Ղարաբաղ բառ նրանց բառապաշարում չկա։
Նույն Ալեն Սիմոնյանի ցինիկ պատասխանները Արցախի վերաբերյալ, որ կռվեիք, չփախնեիք։ Նույն հիմա Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին, Հայաստանին բարեգործություն է համարում Արցախը հանձնելը, ցեղասպանելով Արցախահայությանը, 120,000-ից ավել անձանց բռնի տեղափոխելով, տուն ու տեղից կտրելով, բերել է Հայաստան եւ Հայաստանում եւս ճնշումների է ենթարկում։ Դուք տեսեք սրանց խոսույթը Արցախահայության վերաբերյալ։ Հայրենակիցներ, սա նույնն է, որպեսզի որ նույն ձևի խոսեն Գյումրեցու վերաբերյալ, Սյունիքի բնակչության վերաբերյալ։ Մեր հայերի հետ կապված սրանց խոսույթը տեսեք ինչպիսի սպառնալիքների է հասնում։ Իբր թե նյութական օգնություն են ցույց տալիս։ Բազմիցս ցույց են տվել մարդիկ, որ այդ օգնությունը եւս տեղ չի հասնում։ Եվ հիմա Արցախը հանձնելով փրկել է Հայաստանը, վաղ ասելու Սյունիքը հանձնում են, որպեսզի Հայաստանը փրկենք։ Գեղարքունիքն է հանձնելու։ Դուք իրականում պատկերացրեք սահմանագծման, սահմանազատման արդյունքում Սյունիքից բավականին լուրջ տարածքներ են տրվելու Ադրբեջանին։ Ոչ միայն անկլավ կոչվածը սրանց բառապաշարում օգտագործվող, այլև բավականին լուրջ սահմաններ Գեղարքունիքից։ Հավատացեք Սևանը, եթե ոչ ամբողջությամբ կեսից ավելին Ադրբեջանի վերահսկողության ներքո է լինելու։ Եվ հիմա սրանք կոչում են Հայաստանին լավություն են արել Արցախյան շարժումը դադարեցնելու, Արցախը հանձնելու միջոցով։ Սա վրեժ էր Թուրքի կողմից Հայաստանի նկատմամբ, հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ այդ թուրքը Էրդողանի Ալիևի գործակալն է այստեղ, նրա մարզպետն է Հայաստանում դրած։ Եվ նա ասում է փրկել եմ հայ ժողովրդին։ Դուք հիշեք, ասում են 30,000 զինվոր փրկեցի նաև սահմաններում Արցախը հանձնելու համար։ Սա շարունակաբար փրկելով Հայաստանը, Հայաստանի մասերն է տալիս։ Երբ որևէ տարածքի մասին սա խոսում է, մենք հայրենակիցներ պետք է մեր մեջ վախ ունենանք, որ սա այդ տարածքի մասին խոսում է, հաստատապես հանձնելու է։ Գիշեր ցերեկ բաղավում էին, թե Հանրապետության երկրորդ նախագահը Մեղրին հանձնել է։ Վերջերս կրկին էլի խոսույթ են դարձրել նույն Ալեն Սիմոնյան կոչվածի միջոցով։ Լավ 30 տարի հանձնել էր, Ալիևը ապուշեր չէր վերցնում այդ Մեղրին։ Այ հիմա եք դուք հանձնում Մեղրին, Թրամփի ճանապարհ անունը դնելով։ Ադրբեջանում հիմա այդեն Մեջլիսում հայտարարում են, որ դա պետք է կոչվի Ալիևի ճանապարհ, Հեյդար Ալիևի ճանապարհ։ Հունիսի 18-19-ին Նախիջևանում անցկացվում է Արևմտյան Հայաստան միջոցառումների օրեր, Արևմտյան Ադրբեջան, եւ որ ասում են 300,000 եւ ավելի ադրբեջանցի են բերում, սրանք խելացնոր վիճակում են հայտնվում ինչի համար, որտեղ ժողովուրդը գիտի սրանց պլանները, սրանք փորձում են դա գաղտնի պահել, բայց տեսնում են, որ արդեն ժողովուրդը գիտի, եւ ժողովուրդը հասկանում է, որ ադրբեջանցի բերելով արդեն Հայաստան չի լինի, Հայաստանը դառնալու է փոքրամասնություն։ Հիշեք 100 հաջողությունների մասին սա կապանում հայտարարություն էր տարածել, որ Հայաստանում լինելու է 5 միլիոն բնակչություն։ Սիրելի հայրենակիցներ, 5 միլիոն բնակչություն կունենա Հայաստանը, բայց հայ չի լինելու արդեն։ Նա չի ասել 5 միլիոն հայ է լինելու, այ 5 միլիոն բնակչություն է լինելու։ Նույն Արսեն Թորոսյանը չէր ասում, որ պետք է նաև այլ ժողովուրդներ տեղափոխվեն Հայաստան։ Միգրացիայի քողի տակ։ Այս սրանք Հայաստանը դարձնելու են արդեն թուրքերի համար հստակ տարածք, բացելով պանթուրքիզմի ամբողջ ճանապարհը։ Եվ դուք հավատացեք, այդ պանթուրքիզմի գաղափարախոսությանը այսօր դեմ է Իրանը եւ Ռուսաստանը։ Եվ Հայաստանի ժողովուրդը, բայց ոչ Հայաստանի իշխանությունը։ Այստեղ նաև տեսեք, որ Ռուսաստանը սկսում է խոսել ոչ թե այս իշխանությունների հետ։ Ռուսական բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են ոչ թե Նիկոլ Փաշինյան կառավարություն կամ ինչ-որ նախարարների հետ։ Խոսում են Հայաստանի բնակչության հետ։ Բնակչությանն են հասկացնում, թե ինչպիսի տնտեսական լուրջ բլոկադայի մեջ ենք հայտնվելու։ Սիրելի հայրենակիցներ, 90-ականների ցուրտ ու մութ տարիները ձեր համար լուսավոր օրեր կդառնան։ Ավելի լուսավոր կկոչվեն, քան թե Նիկոլի իշխանության պայմաններում այս իրականացվող քաղաքական տնտեսական ամբողջ գործունեության ընթացքում։ Արդեն մենք ունենում ենք բավականին մեր բնակիչները լքում են Հայաստանը։ Այնպես են անում, որ Արցախահայությունը Հայաստանում չտեղավորվի։ Եվ ոչ միայն, այո, ոչ միայն, բայց ավելի շատ
բռնություններ, ավելի շատ ճնշումներ են գործադրում արցախայության նկատմամբ, որ լքեն Հայաստանը։ Բայց նաև հիշեք, արցախայությունը փախնելու տեղ ուներ Թուրքից, Թուրքի յաթաղանից, Հայաստանի հայ ժողովուրդը, Հայաստանի բնակչությունը փախնելու տեղ չունի։ Եվ Նիկոլը իր ինքնաթիռով կարող է փախնել եւ իր կողմնակիցները տեղ չեն ունենալու դրա մեջ։ Ես հիմա ցանկանայի նաև խոսքս ուղղել իրավապահ մարմիններին, յուրաքանչյուրին կոնկրետ, ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քննչական կոմիտեին, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայությանը, դատախազությանը եւ իհարկե մեր բանակին։ Սիրելի հայրենակիցներ, սպաներ, տղամարդիկ եւ կանայք, ես համոզված եմ, ձեր մեջ դեռևս շատերի մեջ կա արժանապատվություն։ Շատերը չեք կորցրել կապը հայրենիքի հետ։ Շատերը լավ եք հասկանում, որ մեկ աշխատավարձի համար երկիր չեն ծախում։ Դուք ինքնուրույն ձեր հետ մնալով, դուք ինքներդ հասկանում եք, որ այս իշխանությունները տանում են երկիրը կորսանման։ Դուք լավ եք հասկանում սրանց ծրագրերը, դուք ավելին եք տեսնում։ Հավատացեք, դուք դեռևս շատ-շատերը չեք այրել հետդարձի կամուրջը։ Շատ-շատերը դեռևս ունեք հնարավորություն ետ դառնալու։ Մի կատարեք այս իշխանությունների ոչ թե ապօրինի, հանցավոր հրամանները։ Բազմիցս ասել ենք եւ կրկին ասում ենք, ձեր կողմից կատարված ապօրինությունները, անօրինականությունները փաստաթղթավորվում են։ Այդ փաստաթղթերը հավերժ մնալու են։ Եվ ձեր քրեական հետապնդման համար դուք հիմքեր այսօր մի ստեղծեք։ Ձեր համար հետդարձի ճանապարհը դեռ բաց է։ Դուք հավատացեք ինքներդ, որ գնում եք ընտրության, ես գիտեմ շատ-շատերը զզված եք սրանցից։ Շատ-շատերը ատում եք այս իշխանություններին։ Մի ունեցեք ներքին այն փոքր վախը։ Մի պահեք այն ընկալումը, թե պետք է տուն պահեք։ Հայաստան հայրենիք չունենալով դուք տուն չեք պահելու։ Ձեր ղեկավարները արդեն այրել են կամուրջները։ Ձեր առաջի երկրորդ դեմքերը, էշելոնները այրել են կամուրջները։ Նրանք վերջնականապես ավարտված են եւ կայացել են որպես հանցագործներ։ Նրանք Նիկոլի հետ համահավասար դատվելու են։ Դուք ետդարձի ճանապարհ ունեք։ Դուք բազմահազարանոց մասսա է ձերը։ Պարոնեք սպաներ, հիշեք պատվի եւ արժանապատվության ձեր երթումը։ Չփորձեք ժողովրդի վրա բռնություն կիրառել։ Դուք արդեն անում եք, քննչական կոմիտեում ամեն օր նոր քննիչ իր համար նոր հոդված է գրում իր հոդվածը իր համար, իր կողմից քրեական պատասխանատվության ենթարկվելու համար։ Մի արեք դա։ Դուք ինքներդ տեսնում եք, թե ինչպիսի ապօրինություններ է կատարվում։ Ետդարձի ճանապարհ ունեք, կրկնում եմ։ Նիկոլ Փաշինյանը, ձեր ղեկավարներին եմ սա էլ ասում։ Նիկոլ Փաշինյանը, որ փախուստի դիմեց, շատ հավանականություն կա, որ նա 8-ի լուսաբաց Հայաստանում էլ չլինի։ Ձեր համար ինքնաթիռում տեղ չի լինելու։ ՔՊԱ-կաններ, շատ-շատերը այդ ինքնաթիռում չեք կարողանում տեղ գրավել։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր հավատարիմ զինակիցներին իր ինքնաթիռով չի տեղափոխելու։ Սա այն տեսակն է, այն անձնապաշտ, այն էգոյի խորը տեսակն ունի իր մեջ, որ իրենից բացի ոչինչ չի տեսնում։ Եվ փախուստի դիմելով ինքնաթիռում ձեզ տեղ չի մնալու։ Դուք դրանում հավատացեք։ Ես եւս շնորհակալ եմ։ Հույս ունեմ մեր հայրենակիցները կհասկանան, որ ամսի 7-ը Հայաստանի փրկության օրն է։ Պետք է մասնակցել ընտրությանը։